Այսօր դժվար է պատկերացնել աշակերտի առօրյան առանց բջջային հեռախոսի։ Դրանք հաճախ ծառայում են զվարճության, ընկերների հետ կապի, խաղերի համար, բայց նաև կարող են նվազեցնել սովորողի կենտրոնացումը։ Այս հանգամանքը դարձել է քննարկման առարկա, հատկապես երբ մայրաքաղաքի դպրոցներում արդեն առաջարկել են խստորեն սահմանափակել հեռախոսների օգտագործումը ուսուցման ընթացքում։ Գյումրու մի շարք դպրոցներում հեռախոսների սահմանափակումը նորություն չէ։ Թիվ 11 հիմնական դպրոցում արդեն տարիներ շարունակ աշակերտները դասի սկզբին իրենց հեռախոսները հանձնում են ուսուցիչներին կամ պահեստավորման հատուկ վայրում, իսկ դասերի ավարտին դրանք հետ են ստանում։ Հեռախոսների հավաքելը դպրոցում մենք արդեն սկսել ենք մի քանի տարի, իրականացնում ենք, որոշում ենք կայացրել ու նաև ծնող կոմիտեներով, միասին աշխատել ենք, ունենք գիտակից ծնողներ, որ իրենք էլ համաձայնվեցին եւ այսպես միասին աշխատում ենք, ծնող, դասղեկ, փոխտնօրեն, փոխկապակցված եւ նաեւ ուսուցիչները QR կոդերը, երբ որ ուսուցչին արդեն պետք է որ դասագրքի մեջ աշակերտները արդեն օգտվեն QR կոդերից, շաբաթական ասենք 2 օր մենք տրամադրում ենք կամ տվյալ ուսուցչին այդ պահին պետք է դասղեկը բաժանում է, կազմակերպում է, իրենք այդ process-ը կատարում են, QR կոդերով աշխատում են եւ նորից հավաքում են հեռախոսները։ Աշակերտները նկատում են, որ այն դրական ազդեցություն է ունեցել սովորելու գործընթացի վրա, բայց նաև ընդհանրապես չբերելը կարող է անհարմարություն առաջացնել։ Ինձ համար խնդիր չէ, բայց կարող են երեխաները գնան դրանից հետո պարապմունքների եւ նրանց պետք է կապվել ծնողների հետ, դրա համար ավելի ճիշտ կթվա, որ բերեն դպրոց եւ միտեղ տնեն։ Երբ դասի են գալիս, հեռախոսները մենք ինչ-որ տուփ ունենք, բոլոր հեռախոսները դնում ենք մեջը, որպեսզի դասերի ժամանակ ոչ մեզ զանգեն, ոչ էլ անջատում ենք։ Դպրոցի ուսուցիչը դրական է գնահատում իրենց դպրոցի փորձն ու առանձնացնում առավելությունները։ Աշակերտները բնականաբար, եթե հեռախոսով չեն զբաղվում դասաժամին, գաղտնի կամ այլ կերպ, ավելի հետաքրքրված են դասով եւ շատ արդյունավետ է սա։ Ու ցանկալի է, որ բոլոր դպրոցներում լինեն եւ ծնողներն էլ ավելի ուշադիր ու հետեւողական լինեն եւ նաեւ ըմբռնումով մոտենան այս կարգի ուրեմն հավաքներին հեռախոսների։ Տնօրենը կոչ է անում բոլոր դպրոցներին կիրառել այս տարբերակը, վստահեցնելով, որ արդեն մի շարք դպրոցներ հեռախոսների հավաքման տարբերակն են կիրառում, ու եթե բոլոր դպրոցներում նույն սկզբունքը գործի, ապա աշակերտներն այլևս չեն բողոքի։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ արդեն ունեն որոշակի դրական կարծիքներ դպրոցների տնօրեններից, բայց ավելի հստակ ցուցումներով առաջիկա օրերին ծրագիրը կուղարկեն դպրոցներին։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Նախաձեռնության ընթացքում մոնիթորինգ կիրականացվի 15 դպրոցում, իսկ տարեվերջին կգնահատվեն աշակերտների առաջադիմության որակը, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական ցուցանիշները։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի բացման արարողությանը։ Երկօրյա ֆորումին մասնակցել են կառավարության հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ եւ այլք։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ ֆորումը լավ հարթակ է քննարկելու ոլորտի հնարավորությունները եւ մարտահրավերները։ Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը եւ սա ինչ որտեղ հասկանալի է, որովհետեւ ոլորտի ըստ էության 95 եւ ավելի տոկոսը վերաբերվում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան եւ պիտի ընդգծեմ, որ կառավարությունը այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Մենք զարմանքով արձանագրեցինք, երբ որ Հայաստանում շինարարության տեմպերը ակտիվացան եւ նաեւ սուբվենցիոն ծրագրերը, կառավարության ուղիղ ներդրումները մարզերում, մենք օրինակ զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա։
երբ որ մենք անդադ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը, բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետեւ դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է եւ երկրորդը մեր երկրի կոլորիտը, մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Ես ուզում եմ կիսել մի տպավորություն վերջերս Չինաստան կատարած իմ այցից, ինչա զարմացրեց, որ Չինաստանում շատ տարածված երևույթ է, որ ուղղակի երկրում արկա քարերից ուղղակի քարի հուշարձաններ գոյություն ունեն։ Եվ դրանք շատ գեղեցիկ են եւ շատ բնակավայրերին կոլորիտ են մատուցում եւ պարոն Խուդացյանի հետ ենք, ես ասացի, պատկերացեք մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի турքը նորմալ չենք էլ մատուցում եւ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք եւ համայնքներում սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է եւ նաեւ արժեվորելու եւ նաեւ մեր ուշադրությունը հրավիրելու եւ նաեւ մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու, ել չեմ ասում, որ շինարարության ոլորտում իհարկե քարի ներկրումը շատ տարածված երևույթ է, ես չեմ ասում, որ Հայաստան քար պետքա չներկրվի, որովհետեւ տարբեր պահանջներ կան, տարբեր պահանջարկներ կան, ես խոսում եմ նրա մասին, որ այնինչ ակնհայտորեն մենք նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, միշտ չի, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ նաև ոլորտի թափանցիկությունը եւ իհարկե ոլորտի պրոֆեսիոնալությունը, որովհետեւ նույն քարի ոլորտում ամենատարբեր պատճառներ կան, թե ինչու ենք մենք այսպիսի իրավիճակում։ Այդ պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է եւ այդտեղ գիտելիքի վրա ներդրումների քչությունը, սակավությունը կամ բացակայությունը եւ սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։ Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետեւ այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա եւ մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում են պատճառով, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով։ Վարչապետը մասնավորապես նշել է. Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ ԵՔՀ գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 22 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, հիմնվելով 1991 թվականի Ալմաաթայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։ Անցյալ տարի կրկին Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությունը հյուրընկալելու ԵՔՀ առաջիկա գագաթնաժողովների
պայմաններից մեկը։ Այս համաձայնագրերն ըստ էության հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես եւ նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թվականին եւ Բաքու 27 թվականին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության եւ կապակցվածության ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Հաշվի առնելով սա, եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը, միջին միջանցքի իրականացումը եւ Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչնդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։ Տիկնայք եւ պարոնայք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին ցանկանում են բոլորիդ հրավիրել Երևան 2026 թվականի մայիսի 4-ին։ Բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին, Կիրակի երեկոյան։ Այսպիսով հուսով եմ տեսնել բոլորիդ այնտեղ։ Մեծ պատիվ եւ հաճույք կլինի բոլորիդ հյուրընկալելը։ Իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործունեությունը բարձր է գնահատել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացրած տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Սաբինե Ֆենդրիխը նշել է, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Հյուսիս-հարավի տրանշ 2-ի ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կիլոմետր երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվեց շահագործման։ 8 կիլոմետր ճանապարհահատվածը ասֆալտապատված է 3 շերտով, արգելափակոցները եւ ճանապարհային նշանները տեղադրված են։ Ճանապարհը գծանշված է անվտանգային էլեմենտներով կահավորված։ Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ լուսավորության համակարգը։ Ճանապարհը կառուցվել է Հայաստանի պետական բյուջեի եւ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Շինարարությունն արժեցել է շուրջ 22 միլիոն ԱՄՆ դոլար։ Աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունվարից։ Փոխգնդապետ Համլետ Վարդանյանն ու սերժանտ Արմինե Պողոսյանն ամուսիններ են։ Կրում են զինվորական համազգեստ, իրականացնելով երկրի պաշտպանության պատվաբեր ու նվիրական առաքելությունը Հանրապետության հյուսիսային զորամասերից մեկում։ Մասնակցությամբ հրետանավոր եմ, արդեն 27 տարվա զինվորական ստաժ ունեմ, 2002 թվականին եմ ավարտել ռազմական ինստիտուտը, այնուհետև նշանակվել տարբեր զորամասերում, սիրել եմ իմ գործը, մինչ այսօր սիրում եմ, կազմակերպում եմ։ Ծառայության մեջ դժվարություններ լինում են, նամանավանդ եթե ընտանիքից 2 հոգի են ծառայում, հիմնականում ընտանեկան հարցերի շուրջ, երեխաներին, չգիտեմ, դաստիարակելու, պահելու, բայց դե համատեղել ենք։ Զինված ուժեր մտել եմ իմ ցանկությամբ, համազգեստը սիրել եմ, հիմա էլ եմ սիրում, կրում եմ, հպարտ եմ, որ մեր բանակում եմ։ Տիկին Արմինեն ի տարբերություն ամուսնու ծառայում է թիկունքում, իրականացնում է ժամկետային անձնակազմի փաստաթղթերի հաշվառում ու գրանցում։ Սակայն զորամասից զորամաս տեղափոխվելով էլ կարողացել են համատեղել ընտանիքի հոգսերն ու ծառայությունը եւ շուտով իրենց որդուն էլ կճանապարհեն բանակ։ Երեխաներն էլ են հասկացել, որ սա սովորական աշխատանք չի, ծառայություն է։ Փոխգնդապետ Վարդանյանը ստորաբաժանման հրամանատարի հրետանու գծով տեղակալն է։ Մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։ Տարիների ընթացքում կուտակած փորձն ու մասնագիտական գիտելիքներն է փոխանցում ժամկետային զինծառայողներին ու ենթակա մյուս անձնակազմին։ Համազգեստ կրող մարդը սպան պիտի լինի արժանապատիվ, հայրենասեր եւ սիրի իր գործը, իր մասնագիտությունը, որպեսզի կարողանա յուրաքանչյուր տեղ դա կիրառելով իր խնդիրը ճիշտ կատարի։ Հենց այդ նպատակով փոխգնդապետն անձամբ է վերահսկում ստորաբաժանման թե տեսական, թե գործնական բոլոր պարապմունքները։ Ծառայական առօրյայի մի մասը նա պարտադիր կերպով անց է կացնում դիրքերում, որտեղ հրետանային հաշվարկները գործնական առաջադրանքներ են իրականացնում ըստ վերադասի ցուցումի։ Բացեք ռակային դիրքը։ Եվ այսպես հրետանային միջոցը բացազատված է, հրամանատարի խոսքով առաջադրանքը գերազանց կատարված։
Հաճախակի գալիս եմ ստեղ դիրքի հավաքի գլխավորության պարամունքներ են իրականացնում նրանց վարժվածությունը պատասխանատվության մակարդակը ստուգելու համար։ Խնդիրներ ու բացթողումներ չկար, բայց եթե լինում են թերություններ, մենք տեղում դիրքի հավաքի եւ հաշվարկի հրամանատարի ճշտում ենք այդ թերությունները, սխալներ իրենց ասում ենք։ Փոխգնդապետը վստահեցնում է, անձնակազմին կրթելու եւ հմուտ զինվորականներ պատրաստելու համար ունեն անհրաժեշտ բոլոր միջոցներն ու պայմանները։ Իրենք էլ որպես փորձառու սպաներ այդ նպատակին ուղղված ջանք ու եռանդ չեն խնայում։ Շուրջ 3 տասնամյակ ծառայության ընթացքում Համլետ Վարդանյանը հատկապես կարևորում է վերջին տարիներին բանակում ընթացող բարեփոխումները, մասնավորապես ատեստավորման գործընթացը, ինչը մեծապես նպաստել է ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Յուրաքանչյուր սպա, ովքեր որ ատեստավորում են, իրանց համար ավելի մի շարք հարցեր հեշտանում է, օրինակ ես ատեստավորվել եմ գերազանց գնահատականով եւ ստանում եմ 850,000 դրամին մոտ գումար, որով իսկ նաեւ կարողանում եմ մեր ընտանեկան բարեկեցության հետ կապված լիքը հարցեր կազմակերպել։ Համլետ Վարդանյանն իր գործի հմուտ մասնագետն է։ Տարիներ շարունակ ծառայելով սահմանային զորամասերում, շուտով նաև ներուժը կծառայեցնի արդեն սպաներ պատրաստող ռազմական գլխավոր կրթօջախում, ակադեմիայում, դասավանդելով հրետանու ֆակուլտետում։ Իմ վերադրված խնդիրներն ու պարտականությունները կատարելու եմ հանուն հայրենիքի, հանուն երկրի եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ծառայության բերումով ընտանիքը, մասնավորապես զինվորական ամուսինները որոշ ժամանակ կրկին հեռու կգտնվել միմյանցից։ Ինչ արած, այսպիսին է զինվորականի կյանքն ու ընտրած ճանապարհը։ Պետք է լինես այնտեղ, որտեղ քո կարիքը առավել շատ է զգացվում։ Վալդայ ֆորումում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը մեղադրել է Եվրոպային ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը խանգարելու եւ Ուկրաինան որպես սեփական նպատակներին հասնելու գործիք դարձնելու համար։ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է որակել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին հայտարարությունները, նաեւ հիմարություն անվանել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը։ Ռուսաստանը զինված ուժեր չուներ Ֆինլանդիայի սահմանակից շրջաններում, բայց հիմա կունենա, հավելել է Պուտինը։ Նրա խոսքով ուշադիր հետևում են Եվրոպայի ռազմական եւ պատրաստ են հակահարված տալ։ Մի սադրեք Մոսկվային, նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինի խոսքով ռուսական ուժերը լուրջ հաջողություններ ունեն մարտի դաշտում, անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նա կրկնել է, պատերազմ ընդհանրապես չէր լինի, եթե Ջո Բայդենի փոխարեն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցներ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիարժեք վերականգնումը դաշնության ազգային շահերից մեկն է։ Նա պատրաստակամություն է հայտնել Թրամփի հետ քննարկել նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության հարցը։ Հուսով եմ Ուկրաինան էլ ուժ կգտնի եւ կնստի բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը նաեւ մեղադրել է ուկրաինական ուժերին Զապորոժիեի ԱԵԿ-ը իբր թիրախավորելու համար, խորհուրդ տվել մտածել, ինչ կարող է տեղի ունենալ ուկրաինական ատոմակայանների հետ, եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է ուկրաինական ողբերգությունը թե ուկրաինացիների, թե ռուսների ցավն է։ Հայտարարություններով է հանդես եկել Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկու խոսքով 2025 թվականին Ռուսաստանը փոքր հաջողությունների է հասել մարտի դաշտում։ Նա կոչ է արել շարունակել Մոսկվայի վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համար։ Հարկավոր է ամրապնդել պատժամիջոցների փաթեթները, դիմել այլ գործիքների, այդ թվում նավթի եւ նավթամթերքի առևտրի սահմանափակմանը, հավելել է Զելենսկին։ Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն օրական 500-ից 600 անօդաչու թռչող սարք են արձակում Ուկրաինայի ուղղությամբ, մինչդեռ ուկրաինական ուժերն արձակում են 100-ից 150 ԱԹՍ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինան մինչ օրս կիրառել է միայն սեփական հեռահար զենքերը, սակայն Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպումից հետո հնարավոր է նորություններ լինեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին, որպեսզի դաշինքը կարողանա դրանք մատակարարել Ուկրաինա։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփն այդ հարցում վճռական է տրամադրված։ Կոպենհագենում հանդիպել են Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները։ Վոլոդիմիր Զելենսկին X-ի էջում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սկզբունքային եւ շարունակական աջակցության համար։ Մտքեր ենք փոխանակել Ուկրաինայում արդար խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերի շուրջ, քննարկել էներգետիկ հարցեր եւ ռազմական ոլորտում հնարավոր գործակցությունը, մանրամասնել է Զելենսկին։ Նրա խոսքով համաձայնել են ակտիվացնել երկկողմ շփումները։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ալիևը հավատացրել է, որ Բաքուն ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։
Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից, չնայած Վաշինգտոնի կոչերին, հայտարարել է Հանրապետության էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Մենք պայմանագրեր ունենք Մոսկվայի հետ, ձմեռային սեզոնը մոտենում է, չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա։ Մենք պետք է գազ ստանանք Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից, նշել է նախարարը, հավելել. Թուրքիան էներգառեսուրսներ է ներմուծում հաշվի առնելով սեփական կարիքները։ Բայրակթարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում Կապույտ հոսք խողովակաշարով Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ավելի վաղ Սպիտակ տանը Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը Թրամփը կոչ էր արել Անկարային դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը եւ այդպիսով չնպաստել ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ընտրել է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են, 100 հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այդ թվում Փարիզում բողոքելու կառավարության տնտեսական խիստ քաղաքականության դեմ։ Ակցիաները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Քաղաքացիները մասնավորապես բողոքում են իշխանության բյուջետային ծրագրերի դեմ, պահանջում չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը եւ չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Շաբաթներ առաջ խորհրդարանը անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուଆ Բայրուին, նրա փոխարեն կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պետական ծախսերի հարցը եւ դիտարկել հնարավոր փոխսիչումները, սակայն տեղեկություններ կան, որ սեպտեմբերի 24-ին արհմիությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեկորնյուի հետ, բայց ընդհանուր հայտարարի գալ դեռ չի հաջողվել։ Վարդենիսի աստղավարդ թաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աօգի Յուտակային։ Սա դեսպանի երկրորդ այցն է եւ այն այս անգամ ավելի շատ բարեկամական է, քան պաշտոնական։ Հասարակական կազմակերպությունը 2 տարի առաջ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կարողացավ լուծել խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից վերականգնողական կենտրոնի շահառուների տեղափոխության խնդիրը։ Հատկապես սենաշարժական խնդիր ունեցող երեխաների համար շատ դժվար է եղել սովորական մեքենաներով կամ այլ տրանսպորտային միջոցով տեղափոխվել ծառայությունները ստանալու։ Իսկ ծառայությունները եթե շարունակական չեն եղել, չեն տրամադրվել, ուրեմն ամեն մի արդյունք այլևս անիմաստ է եւ բերում է նաեւ անդառնալի փոփոխությունների։ Առաջին այցի ընթացքում դեսպանը ծանոթացել էր հասարակական կազմակերպության գործունեությանն ու կարիքներին, տեղեկացել այն դժվարությունների մասին, որ կային ձեռքբերումներն ամրապնդելու գործում։ Այժմ Սահիկաշարը պատկերավոր ներկայացնում է այն դրական փոփոխությունները, որոնց հնարավոր է եղել հասնել տարբեր կառույցների եւ անհատների գործակցության արդյունքում։ Վերականգնողական ծառայություններից օգտվող երեխաներն ու մեծահասակները դարձել են առավել ներգրավված։ Հնարավոր է եղել ապահովել նրանց մասնակցությունը ոչ միայն կենտրոնի, այլև համայնքային միջոցառումներին։ Երեխաների կյանքում եղել են մեծ դրական փոփոխություններ, բարելավել է նրանց կյանքի որակը, անկախացել են նրանք իրենց ընտանիքներից, շարժումները եղել են ավելի կատարելագործված, ձեռք են բերել ընկերներ, տարբեր համայնքների բնակիչները միաձուլվել են, միասին են արդեն օգնում են միմյանց։ Այս կենտրոնի եւ համայնքի մասով կա մի կարևոր բառ՝ ներառականություն։ Այս բառը հաճախ օգտագործում ենք բնորոշելու համար, թե որքան է հաջողել համայնքը։ Այստեղ տեսնում ենք, որ տարբեր մարդիկ միավորվելով կարողացել են մեծ դրական փոփոխություն կատարել։ Շատ կամավորներ են ներգրավված եղել, տարբեր ֆինանսավորողներ։ Ճապոնիայի դեսպանատունն ուրախ է լինելու շահագրգիռ գործընկերներից մեկը, Վարդենիսն առավել ներառական դարձնելու գործում։ Ձեռք բերված 2 միկրոավտոբուսներից մեկը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի համար։ Տրանսպորտային միջոցների շահագործման եւ պահպանության ծախսերն ամբողջովին ստանձնել է Վարդենիսի համայնքապետարանը։ Տարբեր բնակավայրերում ունենք խնդիր ունեցող երեխաներ, որոնք կարիք ունեն իրոք շփվելու, գալու եւ կենտրոն եւ նաեւ կազմակերպված ճամբարներ եւ նաեւ հասարակության ինչ-որ գործընթացներում մասնակցելու համար ի ուրախություն մեզ կարող ենք գոնե ինչ-որ չափով ի նպաստ լինենք այդ երեխաներին, օգնենք նման երեխաներին ինտեգրվելու։ Ճապոնիայի դեսպանի հետ այցն ամփոփվում է երեխաների հետ շփմամբ, ովքեր դեսպանին են հանձնում Հայաստանի եւ Ճապոնիայի բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր։
1.5 տարի առաջ մեկնարկած հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվորեն ընթանում է եւ շարունակում մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նախատեսված 17 կամուրջներից 13-ի շինարարությունն այս պահին զուգահեռաբար ընթանում են։ 600-ից ավելի աշխատակից եւ ավելի քան 230 ժամանակակից տեխնիկա է ներգրաված այս մեծ նախագծում։ Կապալառու իրանական Abad Rahan Parts International Tunnel Sadaryan-ը համատեղ ձեռնարկության ներկայացուցիչ շինարարության պատասխանատուի հետ կանգնած ենք Քաջարան-Ագարակ հատվածի 13 կիլոմետրում։ Թորվատ Մուհամեդը բարձրից ցույց է տալիս կամուրջներից մեկի շինհրապարակը։ Քաջարանից թվով առաջինը կլինի, Մեղրուց վերջինը։ 32 կիլոմետրի մեջ 3.2 կիլոմետրը կլինեն կամուրջները, իսկ 1 կիլոմետրը երկու թունելները։ 5 հատ էլ ճանապարհային հանգույց կլինի, որոնք իրար կկապեն գյուղերից դուրս եկող հին ճանապարհները նորերի հետ, կրճատելով եւ հեշտացնելով երթևեկը։ Այս նոր կառուցված կամուրջը 3 երթուղի կունենա, թույլատրելի հաշվարկային արագությունը 80 կմ/ժ։ Այս կամուրջը կկապվի թունելի հետ։ Դրա շնորհիվ արագ կմտնենք Քաջարան։ Մեր հաջորդ կանգառը թունելի մոտ է, այն վարորդներին կազատի 4 կիլոմետրանոց ոլորապտույց ձանձրալի ճանապարհից։ Ճիշտ է, թունելի վերջում առայժմ լույսը տեսանելի չէ, բայց վստահեցնում են սահմանված ժամկետում գործը գլուխ կբերեն։ Ընդհանուր առմամբ դժվարություններ կան, որովհետև որոշ հատվածներ անցնում են քաղաքի ու գյուղերի միջով, տների մոտով։ Լեռնային թեքություններն են շատ։ Եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ են խոստանում պատասխանատուները անվտանգության տարերով ու երթևեկության բարձր արագությամբ։ Թորբատ Մուհամեդն ասում է, աշխարհի տարբեր երկրներում բարձր ճանապարհների կառուցման մեծ փորձ ունեն, այդ թվում Հայաստանում Բագրատաշենի կամուրջը օրինակ։ Ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ, ասում եմ, եթե գալիս են հանդիպում են ինչ-որ մի բարձր սարի, պարտավորված են արդեն որ թունել կառուցեն, որովհետև եթե թունել չլինի, պավարոտներ պետք է լինի։ Շինաշխատանքներում ներգրաված Մեղրեցի Սմբատ Ազարյանը նաև որպես թարգմանիչ է հանդես գալիս։ Իրանցիների հետ շատ է շփվել ժամանակին, այժմ էլ որպես Մեղրու բնակիչ մեծ հույսեր է կապում հյուսիս-հարավի հետ։ Հեռավորությունը մայրաքաղաքի հետ կապված, հիվանդանոցի խնդիր ենք ունենում եւ այլ ինչ խնդիր ունենում եք, ժամանակ շատ երկար է, բայց sense ագին կրճատվում է մեր ճանապարհը։ Քաջարան-Ագարակ հատվածում կառուցման համար Հայաստանը կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամից $150 միլիոն վարկ է վերցրել, բայց նաեւ կառավարությունն է հատկացումներ արել այս նախագծի իրագործման համար։ Ավարտը նախատեսված է 2027-ին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում։ Հայտնաբերվեց հողի մեջ թաղված 2 լիտրանոց ապակե 2 տարա, ամբողջությամբ լցված ավելի քան 850 եւ 770 գրամ կանեփանման զանգվածներով, եւս 2 ապակե տարա հայտնաբերվեց պարսպիտակ թաղված դույլի մեջ 3 եւ 1 լիտրանոց։ Դրանք էլ լցված էին համապատասխանաբար մոտ 1 կիլոգրամ 400 գրամ եւ մոտ 560 գրամ կանեփանման 4 զանգվածներով։ Հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշն ավելի քան 3.5 կիլոգրամ էր։ 71-ամյա տղամարդը ձերբակալվել ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։